Ինչպես է վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրաքվեի դնելու նոր սահմանադրության նախագիծը, երբ խորհրդարանում չունի 2/3 ձայն։ Հունիսի 7-ի ընտրություններում Փաշինյանին չհաջողվեց սահմանադրական մեծամասնություն ստանալ, ինչն անհրաժեշտ է նոր սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու որոշման ընդունման համար։ Այդ դեպքում ինչ է անելու իշխող ուժը եւ արդյոք կփորձի շրջանցել սահմանադրական այս պահանջը։ Արդարադատության նախարարն այսօր հստակ պատասխան չտվեց, բայց ընդգծեց, ժողովուրդը ունի հանրաքվեի անմիջական իրավունք։ Մի ընթացակարգ, որը թույլ է տալիս շրջանցել խորհրդարանում նախագիծը քվեարկության դնելու ընթացակարգը։ Իրականում 2/3 պահանջը այս պահին սահմանված է սահմանադրությամբ, բայց հանրաքվեի իրավունքն էլ անմիջական իրավունք է, որը ժողովուրդը ունի։ Սա ուղղակի ասեմ ու փակենք այսօրվա քննարկումը, մյուս հարցերը թողնելով ապագային։ Թե սա ինչ է նշանակում եւ արդյոք նախարարն ակնարկում է սահմանադրական պահանջը շրջանցելու հնարավորության մասին, Սրփուի Գալյանը հրաժարվեց մեկնաբանել, նշելով, թե այժմ իրենց համար ամենակարևորը այս հարցի շուրջ քաղաքացիների հետ երկխոսություն սկսելն է։ 2/3 պետք չի լինի։ Ես ասացի այն, ինչ ասացի, առաջարկում եմ բաց թողնել քննարկումը, մենք կլսենք նաև մասնագիտական մի շարք կարծիքներ։ Երկրի մայրօրենքի 202-րդ հոդվածը հստակ սահմանում է. Սահմանադրություն ընդունելու կամ փոփոխելու նախաձեռնության իրավունք ունեն падգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/3-ը, կառավարությունը կամ ընտրական իրավունք ունեցող 200,000 քաղաքացի։ Ազգային ժողովը նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ որոշումն ընդունում է падգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով։ Գործող սահմանադրության համահեղինակ Վարդան Պողոսյանը արձագանքելով նախարարի այսօրվա հայտարարությանը Ազատության հետ զրույցում պարզաբանեց, անկախ նրանից, թե նոր սահմանադրության նախագիծ ներկայացնելու սուբյեկտը ով է, կառավարությունը, падգամավորների 1/3-ը, թե 200,000 ստորագրություն ունեցող քաղաքացիները, միևնույն է, այդ նախագիծը պետք է ներկայացվի ազգային ժողով եւ խորհրդարանը ընդհանուր ձայների առնվազն 2/3-ով որոշում ընդունի նոր սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու մասին։ Այսինքն ըստ սահմանադրագետի խորհրդարանը շրջանցելու որևէ տարբերակ չկա, ցանկացած այլ տարբերակ կլինի անօրինական։ Ինչ վերաբերում է արդարադատության նախարար Սրփուի Գալյանի այն դիտարկմանը, թե ժողովուրդը հանրաքվեի անմիջական իրավունք ունի, ապա Վարդան Պողոսյանը կրկին հիշեցնում է մայր օրենքը։ Սահմանադրության 48-րդ հոդվածը ամրագրում է, որ 18 տարին լրացած Հայաստանի քաղաքացիները ունեն հանրաքվեի մասնակցության իրավունք, այսինքն ըստ մասնագետի խոսքը մասնակցության իրավունքի մասին է, իսկ այդ իրավունքը նշանակում է, որ հանրաքվեն պետք է նշանակված լինի սահմանադրությամբ եւ հանրաքվեի մասին սահմանադրական օրենքին համապատասխան։ Վարդան Պողոսյանը հատուկ ընդգծում է, հանրաքվեի մասնակցելու անմիջական իրավունքը չի նշանակում շրջանցել հանրաքվեի վերաբերյալ սահմանադրական կարգավորումները։ Հիմա էլ ասում եմ, ըլնելու է պատերազմ սեպտեմբերին ու աղետաբեր պատերազմ։ Եթե քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը սահմանադրական մեծամասնություն չեմ ասում ընտրություններում հաղթի։ Ոնց ուզում եք ինձ ասում եք 18 տվին գայր ասեի, հիմա ասում եմ։ Նախընտրական շրջանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակ զգուշացնում էր սեպտեմբերին պատերազմ է լինելու, եթե իր ղեկավարած ՔՊ-ն չստանա սահմանադրական մեծամասնություն։ Վարչապետի այդ պնդումը վերահաստատել էր նաև արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Ես կարծում եմ ժամկետը այն է սեպտեմբեր ամիսը վարչապետը պայմանական ասել, նկատի ունի ընտրություններից կարճ ժամանակ անց, իսկ որ այդպիսի հեռանկար կարա լինի, միանշանակ է։ Հիմա երբ արդեն նախնական տվյալներով պարզ է, որ ՔՊ-ն չունի սահմանադրական մեծամասնություն, արդյոք Փաշինյանի ասածը ենթադրում է, որ պետք է պատրաստվել պատերազմի, նախարարը չհերքեց վարչապետի պնդումները։ Եվ հիմա ամեն ինչ անում ենք, որ այդպես չլինի։ Իդեպ իշխող կուսակցությունը երեկ վարչության նիստում քննարկել է նոր սահմանադրության հարցը։ Արդարադատության նախարար Սրփուի Գալյանի փոխանցմամբ մասնավորապես քննարկել են, թե երբ կյանքի կոչեն իրենց հանձնառությունը, որը ստանձնել են նաև նախընտրական գործընթացի շրջանակներում։ Գալյանը, որ համակարգում է նոր սահմանադրության տեքստի մշակումը, այսօր էլ չհստակեցրեց, թե երբ կհրապարակվի նախագիծը։ Ավելի վաղ Գալյանն ասել էր, որ նոր սահմանադրության նախագիծը կհրապարակեն մարտին, սակայն իշխող ուժը նախընտրական շրջանում զերծ մնաց այդ քայլից։